այս պահին նաև ունենք կիբերանվտանգության նույնիսկ արտակներից շատ հետաքրքիր նորություններ, որովհետև հունիսի 14-ից 15-ը Երևանում կկայանա կիբերանվտանգության նվիրված միջազգային ոչ ֆորմալ համաժողով, թե ինչ համաժողով, թե ինչի մասն է առասարակ խոսքը, շտապ ենք ներկայացնենք մեր հետ եւ նրանց հետ էլ հենց կփորձենք։ Այո, շտապ ենք ներկայացնել, նրանք մեր տաղավարում են ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի Սայհաբ Արմենիա կիբերանվտանգության նախաձեռնության ղեկավար, Microsoft ինովացիոն կենտրոնի տնօրեն Մարի Բարսեղյանը, բարի լույս։ Բարի լույս։ Եվ կիբերանվտանգության փորձագետ Ալեքսեյ Չալաբյանը, բարի լույս։ Բարի լույս։ Ուրախ ենք առավոտը սկսել ձեզ հետ եւ այս շատ կարեւոր թեմայի մասին անդրադարձ կատարելով, որովհետեւ կիբերանվտանգությունը առհասարակ շատ կարեւոր է, բայց դուք բազմաթիվ նորություններ ունեք եւ պետք է Դերևս միջև նորությանը անդրադառնալը ճիշտ եմ աննշում, նորությունները շատ են, բայց մի փոքր խոսենք Սայհաբի մասին, թե ինչ է Սայհաբ Արմենիան, ինչ հարթակ է դա, հետո այդ արդեն անդրադառնանք ֆորումներին, հատկապես որ այս տարի արդեն 3-րդ անգամ է անցկացվում։ Այո, շատ լավ։ Շնորհակալություն, շատ ուրախ ենք հյուրընկալել այստեղ։ Սայհաբ Հայաստանը դա ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կիբերանվտանգության նախաձեռնությունն է, որը արդեն ավելի քան 4 տարի ակտիվ գործունեություն է, ծավալում։ Նպատակը ոլորտը զարգացնելն է, կիբերանվտանգության ոլորտի զարգացումն է, համապատասխան էկոհամակարգի ստեղծումը եւ դրա շրջանակում իրականացվել են տարբեր միջոցառումներ, իրականացվել են դասընթացներ, տարբեր միջոցառումներ, որի նպատակն է բարձրացնել կիբերանվտանգության վերաբերյալ իրազեկությունը, տեղեկատվությունը, նաեւ Քանի տարի արդեն գործում է։ Այո, 4 տարի, 5 ավել, հա։ Եվ ինչպիսին են ցուցանիշները։ Ինչ արդյունքներ են գրանցել։ Շատ հետաքրքիր ցուցանիշներ ունենք։ Այսինքն մենք իրականացրել ենք նախ մասնագետների պատրաստում շատ մեծ քանակով, իրականացվել են եւ վճարովի դասընթացներ եւ անվճար դասընթացներ, ավելի քան 1500 հոգի մենք ոնց որ պատրաստել ենք մասնագետներ եւ սկսնակ եւ մասնագիտական եւ սերտիֆիկացիոն, ծրագրեր։ Այստեղից հետևություն, որ դուք բացեք բոլոր ցանկացողների համար, կարող են ձեզ գտնել սոցիալական հարթակներից եւ դիմեն, մասնակցեն, որտեղ թե ունեք վճարովի տարբերակներ եւ նաեւ անվճար դասընթացներ։ Այո, պարբերաբար նաեւ անվճար ենք հայտարարում, ունենք մեծ համայնք, ոլորտի մասնագետների համայնք ունենք, քանի որ ամեն տարի իրականացնում ենք CTF մրցույթը, որը կոչվում է Capture the Flag, ինքը հենց մասնագետների ուղղված մրցույթ է, որտեղ որ գալիս են, նախ ոնց որ սիմուլյացիա է իրական աշխարհի, որտեղ որ իրանք հարձակումներ են իրականացնում, որի արդյունքում նաեւ շատ բան սովորում են, այսինքն մենք մոտ արդեն 6-րդ անգամ էինք արել այս տարի, իրականացնում ենք այդ մրցույթը։ Ունենք տենց շատ մեծ համայնք, մոտ ավելի քան 1000 հոգուց ավել, իրականացրել ենք նախագծեր, պրոդուկտների իրականացում, տարբեր հետազոտություններ, մի խոսքով շատ տարբեր բաներ։ Քանի որ կիբերանվտանգությունը մի ոլորտ է, որը ուզենք թե չէ, այս օրերին վերաբերվում է բոլորիս եւ յուրաքանչյուրս քիչ թե շատ չափով առնչվում ենք այս խնդրի հետ, ինչը հասցրել իրականություն դարձնել այն նպատակներից, որ ունեիք Սայհաբը ստեղծելու ժամանակ եւ ինչ խնդիրներ կան, որ դեռ շարունակում են մնալ ակտուալ։ Ահա։ Առաջինը ինձ թվում է դա այնա, որ մենք ստեղծել ենք մի հատ միջավայր, որտեղ մարդիկ, ովքեր որ ցանկանում են այդ ոլորտում մասնագիտանալ, իրանք գիտեն, որ կա Սայհաբը, որտեղ որ տրամադրվում է համապատասխան կրթություն, որը ստեղծված է եւ մեր կողմից, եւ մենք ոնց որ որդեգրել ենք միջազգային փորձը, ներկայացնում ենք տարբեր միջազգային պրոֆեսիոնալ կազմակերպություններ, որ աշխարհահռչակ իրանք սերտիֆիկացիոն ծրագրեր են, այսինքն մենք ստեղծել ենք այդ հնարավորությունը, որ մարդիկ եթե որոշեն ոլորտում մասնագիտանալ, իրանք գիտեն, որտեղ պետք է գան, ինչ պետք է անեն դրա համար։ Երկրորդը դա համայնքն է, այսինքն իրանք գիտեն, եթե կիբերանվտանգության հետ կապված ցանկացած հարց կա, քննարկում կա, ոչ ֆորմալ, ֆորմալ կամ ինչ որ հետաքրքիր գաղափար ունեն, որ ուզում են կյանքի կոչան այդ ոլորտում, ինկուբացիայի ստարտափի պրոդուկտի տեսքով կամ հետաքրքիր հետազոտություն, իրենք ոնց որ գիտեն, որ գալու են մեր մոտ, որտեվ մենք ունենք հիմա այդպիսի հնարավորություն, որ կան մասնագետներ մեր կողքին, հավաքել ենք եւ տեղական, եւ միջազգային մենտորներ ունենք, ամբողջ աշխարհից, ովքեր որ պատրաստ են աջակցել տեղացի եւ մասնագետներին եւ թիմերին այդ ոլորտում առաջ գնալու համար։ Ինձ թվում է առաջին կարևոր բանը դա է եւ այն է, որ մենք նաեւ ունենք այդ միջավայրը, ստեղծված էկոհամակարգը այդ ամեն ինչը զարգացնելու համար, որպես ոլորտ։
ինդուստրիա, հա, ինքը IT որպես առանձին ոլորտ որպես նայելով իրեն։ Անդրադառնանք այս ընթացքում միջոցառումներին, որոնք արդեն մենք նոր հասել ենք հունիս, բայց դուք արդեն այս տարի 3 անգամ ինչ-որ հասցրել եք միջոցառումներ կազմակերպեք։ Ինչ միջոցառումների մասին է խոսքը գնում ու ավելի փորձենք մանրամասնել։ Նաև ինչ է սպասվում ամսի 14-ին եւ ամսի 15-ին։ Սպասվում է հայկական անվտանգության շաբաթ, կիբերշաբաթ, որը սկսվելու է հենց BSides միջոցառումով, որի մասին մի փոքր ուշ կպատմենք։ Այնուհետև լինելու է CyberGen կոնֆերանսը Դելիջանի կենտրոնական բանկի հատվածում եւ դրա այդպես ավարտական ամփոփիչ մասը լինել է ամենատեխնիկական, ամենատենց hardcore հատվածը, որը կոչվում է bug bounty, որտեղ անվտանգության մասնագետները փորձել են գտնել թերություններ հայտնի ֆինանսական համակարգերում եւ ոչ միայն ֆինանսական, որպեսզի մի քայլ առաջ լինենք պոտենցիալ հակերներից եւ ավելի շուտ գտնենք բոլոր հնարավոր թերությունները, որոնք այնուհետև իրենք կարող օգտագործվեն եւ հատակները հնարավորություն ունենան դա շտկելու։ Այդ շատ տարածված ֆորմատը աշխարհում մեկ, աշխարհում դա որպես կանոն անընդհատ process է, որը տեղի ունենում տարին 365 տարի 365 օր, մեր մոտ դեռ ստենց 2-3 օրանոց միջոցառումներ են կանում եւ շատ հույսով ենք, որ դա կդառնա արդեն շարունակական բնույթ, դա կդառնա նոր Հայաստանում, Եվ ուզենք թե չուզենք պիտի դառնա, որովհետեւ այսօրվա ժամանակը, այս մեր ժամանակներում դա շատ կարեւոր, այսպես բաղադրիչ է կարելի ասել։ Միանշանակ եւ նաեւ տնտեսապես շատ էֆեկտիվ։ Եվ եւս կա մեկ հատուցություն, երբ դու տալիս ես հնարավորություն մասնագետներին հայտնել թերությունների մասին, դու իրենց ազատում ես որևէ իրական պատասխանատվությունից, համակարգը շոշափելու, ջարդելու փորձերի համար, եւ տալիս ես նաեւ ֆինանսական մոտիվացիա, դու իրենց ստվերից եւ ինչ որ կիսա քրեական, աշխարհից բերում ես մաքուր սպիտակ պրոֆեսիոնալ աշխարհ, որտեղ իրենք կարող են այդ բոլոր իրենց ունակությունները լավագույն ձևով դասավորել ոչ միայն տեխնիկապես, այլ նաև էթիկապես եւ օրինական ձևով։ Արդյոք այս ոչ ֆորմալ համաժողովը կհետաքրքրի նաև նրանց, որոնք մասնագիտությամբ հենց կիբերանվտանգության աշխատակիցներ չեն եւ ոլորտից մի փոքր հեռու են, բայց IT ոլորտում են կրկին գործունեություն ծավալում։ Միանշանակ, եթե իրանք IT ոլորտում են, այնտեղ լինում են ոչ տենց շատ նեղ մասնագիտացված ելույթներ եւ ցանկացած IT մասնագետի համար դա բավական հետաքրքիր։ Այսինքն որ որոշակի բազա պետք է ունենանք, որ կարողանանք ֆորումին մասնակցել։ Ոչ մի բան չեմ հասկանալու։ Ինչ որ բաներ կհասկանաք, բայց որքան գլոբալ շատ հեռու մարդ եմ։ Ընդհանրապես ոչինչ անկեղծ չեմ հասկանում։ Հիմա ուսես լուրջ հարցեր եմ տալի, դու մի մտածեք, որ ես ամեն ինչ գիտեմ։ Ես ընդհանրապես չգիտեմ ու ճիշտ ասած չեմ էլ ուզում։ Հա, մենք փորձում ենք տեղեկություններ շատ հաճելի մտնոլորտ են։ Այսօր գոնե կվայելեք, գիտեմ ինչ կհասկանաք, բայց դրանով կասկած չկա։ Բայց բացի դրանից թեմաներ էլ կան, այսինքն որոնք շատ տեխնիկական են եւ որոնք նաեւ վերաբերվում են հենց իրազեկությանը, հա, այսինքն տվյալների անվտանգության հետ կապված, ինչպես պաշտպանել ձեզ որպես անհատ, անձնական տվյալների պաշտպանության հետ կապված, հա, ոնց անեք որպեսզի ձեր վրա, ասենք կիբերհարձակումներ չլինեն, ֆիշինգային հարձակումների մասին, հա։ Այսինքն կան շատ տեխնիկական, որտեղ որ դա ամեն ինչ նկարագրում եւ ինձ թվում է նենց ովքեր այդքան տեղյակ չեն, որպես անհատ, հա, որպես մաս ընդհանրապես այս համակարգի կարող են գալ եւ Ինչքան տեղյակ չեն, բայց միևնույնն է պետք է տեղյակ լինեն, որովհետեւ այսօր եթե պետք, երեք եթե պետք չէր, այսօր արդեն պետք է, իսկ վաղը պարտադիր։ Ուզենք թե չուզենք, մենք միևնույնն է այդ հմտությունները պետք է ձեռք բերենք, գործիքներ ինչ որ չգիտեմ, մեր հմտություններով հանդերձ ունենանք, որպեսզի մենք ինչպես դուք նշեցիք, պաշտպանված լինենք տարբեր տեսակի հարձակումներից։ Հատկապես վերջին շրջանում, իդեպ հետաքրքիր է նաև ձեր կարծիքը։ Մենք որպես Հայաստանում ինչքանով ենք իրազեկված եւ ինչքանով ենք ապահովված նման հարձակումներից։ Ալեքս պատասխան։ Այդ մեկ մարից սկսում ենք 5.5 տարի առաջ, երբ Հայաստանում խոսում ենք կիբերանվտանգության ոլորտից, մարդկանց մեծ մասը դա անցնում է պես ինչ որ հոլիվուդյան ֆիլմերի դրվագ, այսինքն իրանք հասկանում որ դա շատ ակտուալ իրանց համար ակտուալ խնդիր է, որ կարող է վերաբերվել իրանց։ Ցավոք սրտի COVID-ի այնուհետև պատերազմի ժամանակ մենք բոլորը շատ ավելի մոտիկից ալերեցվեցինք տարբեր խնդիրների հետ, այնուհետև ռուս-ուկրաինական պատերազմից հետո եղավ մեծ ալիք բազմաթիվ տենց ֆինանսական, հա, կիբերանվտանգության խնդիրների,
որոնք մարդիկ իրանց կաշվի եւ իրանց դրամապանակի վրա զգացին։ Եվ ու մինչև այսօր էլ կա այդ խնդիրը։ անշուշտ եւ դժվար թե ինքը մոտակա ժամանակ վերանա, որքանով մենք դառնում ենք ավելի կախված տեխնոլոգիաներից, որքանով թվայնացումը մեր ամեն մի վարկյանի մեջ ներառված է, այդքան ավելի շատ են լինելու եւ բազմաթիվ են լինելու խնդիրները տեխնիկական եւ դուք շատ լավ նշեցիք այդ իրազեկվածությունը եւ անվտանգությունը իրանք իրականում շատ փոխկապակցված են եւ ամենաառաջնային բանը որ մենք կարող ենք անել որպեսզի բարձրացնենք երկրում, ընկերությունում, ընտանիքում կիբերանվտանգության մակարդակը դա իրազեկումն է մարդկանց ամենափոքր տարիքից, երեխաների տարիքից, ընդհանուր մինչև թոշակառուները, որոնք նույնպես շատ խոցելի են տարբեր տարատեսակ հանցագործների հնարքներից։ Այնպես որ սա հիանալի հնարավորություն է ոչ միայն IT ոլորտում գործունեություն ծավալող ու մասնավորապես կիբերանվտանգություն, մասնագիտությունը տիրապետող մարդկանց, այլ նաև սովորական մարդկանց թարմացնել իրենց գիտելիքները, նոր բաներ սովորել եւ իհարկե լինել պաշտպանված կիբեր իրականությունում։ Հատկապես երբ որ այդ ամենը բանվճար է։ Շատ շնորհակալություն ձեզ, հաջողություն ենք մաղթում այս կարևոր ոլորտում ու նորանոր ձեռքբերումներ ու հաջողություններ։ Թող որ համայնքը գնալով ավելի մեծանա։ Շատ մեծ համայնք ունենա։ Ձեզ լավ օրվա շարունակություն ենք մաղթում։ Շնորհակալ ենք ձեզ։ Մենք սիրելիներս կունենանք երաժշտական փոքր դադար, հետո կվերադառնանք ու խոսք արդենք փոխանցենք մեր գործընկերներին։